օր սիրելի աշտարակցիներ, ինչպես եք, ինձ համար առանձնակի զգացական է խոսել այստեղ աշտարակից, աշտարակի կենտրոնից, աշտարակ, որը հրաշալի և բացառիկ, հոգևոր, մշակութային և պատմական ժառանգություն ունի և անուրանալի ավանդույթներ։ Իհարկե իմ ընկեր և ձեր բոլորի սիրելի Տարոն Տոնոյանից հետո խոսել, այնքան ամփոփիչ ելույթից հետո խոսելը այնքան էլ հեշտ չի, որովհետև Տարոնը գրեթե շեշտադրեց այն բոլոր առանձնահատկությունները, գերակայությունները, որ մեր ամբողջական թիմի համար և կարծում եմ հայ մարդու համար կարևոր են, բայց ես փորձեմ շեշտադրել մի քանի կարևոր առանձնահատկություններ։ Եվ ամենակարևորը կուզենամ խոսել պատասխանատվության մասին։ Պատասխանատվություն, բայց նախ և առաջ ձեր, յուրաքանչյուր հայ մարդու պատասխանատվության մասին։ Եվ հիշեցնեմ 21 թվականը, 1,200,000 հայից այս չարաբաստիկ, չարիքի իշխանություններին ձայնա տվել ընտրողների ընդամենը 26%-ը։ Դուք պատկերացնում եք 26%, որը ճակատագրական եղավ թե մեր պատմության, թե մեր պետականության, թե ողջայության և մեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Ուրեմն մեր սիրելի Տարոնը շեշտում էր, թե որքան կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի ամսի 7-ի ներկայությունը, գնալ և ընտրել ոչ թե պարզ իշխանություն, ոչ թե քվետալ ինձ, սրան կամ նրան, այլ դու ընտրում ես քո վաղվա օրը, քո պետականություն ունենալու իրավունքը, դու ընտրում ես քո արժանապատվությունը և կոտրում ես այն շղթան, որը կործանման է տանում Հայաստանի պետականությունը։ Ուրեմն ամսի 7-ը նախ և առաջ պատասխանատվության օր է։ Ես նաև ուզում եմ խոսել իմ թիկունքում կանգնած իմ ընկերների, իմ գործընկերների, մեր առաջնորդության, մեր քաղաքական խմբի, մեր դաշինքի պատասխանատվության մասին։ Մարդիկ են կանգնած իմ թիկունքում, որոնց կենսագրությունը մեր պատմության մեջ անուրանալի հետք է դրել։ Թե մեր դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մասին պիտի խոսեմ այդ բառերով, թե այն քաղաքական թիմը, որ մասը կազմում մեր դաշինքին։ Մարդիկ, որոնց կենսագրությունը անուրանալի ծառայություն է հայկականությանը, հայոց պետականությանը։ Գիտեք, այսօր շատ եմ փորձում ձեզ մոլորեցնել, թե իբրև թե խաղաղությունը նվաճված է, բայց դա բոլորովին այդպես չի, որովհետև այսօր պատերազմը մեր ներսում է, պատերազմ մեր ինքնության դեմ, մեր արժեքների դեմ, մեր սրբությունների դեմ, մեր լինելույթյան դեմ, մեր վաղվա օրվա դեմ, մեր արժանապատվության դեմ, մեր պետականության դեմ։ Եվ մենք ոտքի ենք կանգնել ասելու ոչ։ Մենք կարող ենք, մենք ունենք փորձ, մենք ունենք կամք կոտրելու այս պարտությունների և անարժանապատվության շղթան։ Այո, մենք պիտի ամսի 7-ին բոլորս միասին, անուրանալի կամքով, համառությամբ, թույլ չտանք, որպեսզի շարունակվի մեզ մոլորեցնելը, կործանման տանելը մեր պետականությանը, որովհետև սա օկուպացիոն ռեժիմ է։ Այո, սա օկուպացիոն ռեժիմ է, որովհետև այսօր Բաքվի և Անկարայի օրակարգը ավելի լավ չէր կարող Հայաստանում իրագործվել, քան իրագործվում է Հայաստանի գործող վարչախմբի կողմից։ Եվ նորից եմ հաստատում այս միտքը, որ հնչեց նախորդիվ։ Քո ձայնը տալով Նիկոլ Փաշինյանին, դու ձայն ես տալիս Ալիևին, դու ձայն ես տալիս նրա հանձնակատարին, դու ձայն ես տալիս Արևմտյան Ադրբեջանի մարզպետին։ Մենք ասում ենք ոչ, Այո, մենք ասում ենք ոչ, մենք ասում ենք թույլ չենք տալու, որովհետև որևէ երաշխիք չունենք, որ մեր հայրենիքը ինչպես կտոր, այսպես տալիս է և աճուրդի է հանել մեր հայրենիքը, մենք որևէ վստահություն չունենք, որ այդ ճակատագիրը չի շարունակվելու նաև ամսի 7-ից հետո։ Ուրեմն եկեք թույլ չտանք, որ բովանդակազրկվի մեր հայրենիքը, բովանդակազրկվի մեր պետականությունը, սրանք եկել են լուծարելու Հայաստանի 3-րդ հանրապետությունը, իսկ 4-րդի բանալին, ոչ թե
մեր այսօրվա այսպես կոչված իշխանության ձեռքին է, այլ Ալիևի ձեռքին։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս այսօր խոսք տանք, այստեղ ներկաները եւ մեզ լսողները, խոսք տանք, որ մենք հավատում ենք մեր ձայնին, որ մենք ամսի 7-ին գնալու ենք ընտրատեղամաս ընտրելու մեր ճակատագիրը, մեր վաղվա օրը եւ մեր ձայնը տալու այն փորձառու ուժին, որ մեկ անգամ կարողացել է հաղթանակներ բերել, իրական խաղաղություն ապահովել եւ Հայաստանի համար ապահովել երկարատև եւ իրական խաղաղություն։ Գիտեք, այսօրերին ձեզ պիտի շատ ներշնչեն, թե մեր ուժը հյուսիսում է, մեր ուժը արևմուտքում է, մեր ուժը հարավում է, եւ ոչ մի հյուսիս, հարավ, արևմուտք եւ այլն ոչ մեկը չի կարող այնպես կերտել քո ճակատագիրը հայ մարդ, մեր պետականության, մեր ինքնիշխանության եւ անկախության ճակատագիրը, ինչպես մենք եւ մեզանից յուրաքանչյուրը։ Նորից եմ խնդրում, նայեք մեր թիմին, նայեք մարդկանց, ովքեր կանգնած են այս բեմում։ Նրանք անհավասարակշիռ չեն։ Նրանք մեկ Բրյուսել, մեկ Մոսկվա չեն ցածկոտում։ Մենք առավոտյան մեկ բան չեն ասում, երեկոյան չեն ներքում իրենց առավոտվա ասելիքը։ Նրանք ոչ էլ երկիրը աճուրդի հանող են, իրենց կյանքով, իրենց ձեռագրով, իրենց կենսագրությամբ, քաղաքական ժառանգությամբ մարդիկ են կանգնած իմ թիկունքում, որոնք կարողացել են մեր համար կերտել խաղաղություն, արժանապատվություն եւ պետականություն։ Մեր թիմը ունի ընտիր ծրագրեր վաղվա Հայաստանի համար։ Այո, եկեք սավ տանք այն Հայաստանի համար, որ կերտելու է մեր թիմը, Հայաստան դաշինքը։ Մեկ երկու խոսք ասեմ, որակյալ կրթություն, ձրի բարձրագույն կրթություն, ապահոված քաղաքացի, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, վերջ քաղաքական բանտարկյալներին, պաշտպանված գյուղացի, անվտանգ եւ համերաշխասարակություն, շատ կարևոր մի բան, որ ուզում եմ հատկապես շեշտել, այսօր ատելության, անհանդուրժողականության, ներքին թշնամանքի այս անթույլատրելի մթնոլորտը մեր գալով, մեր թիմի գալով, մեր իմաստուն թիմի գալով վեր չենք տալու, ամոթը, բարոյական չի, ազնիվ չի, մենք այդքան շռայլություն մեզ թույլ տալու ատելության եւ իրար մերժելու այդ իրավունքը չունենք։ Ես համոզված եմ, որ լույսը հաղթելու է խավարին, տաճարը հաղթելու է փողոցին, եւ ուրեմն ամսի 7-ին միասին համար Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։